Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր անցնելու ենք երկնիշ թվերի հանումը կարգային անցումով։ Նայում ենք օրինակին, ուլունքների օրինակով պետք է կատարենք գործողությունը, 55-ից հանելու ենք 28։ Տեսեք, 5 տասնյակ, 5 միավոր է։ Տասնյակներից մեկը վերածում ենք միավորների, տեսեք, 1 տասնյակը դարձրել ենք միավոր և ստացել ենք 4 տասնյակ, 15 միավոր։ 4 տասնյակ, 15 միավորից հանել ենք 2 տասնյակը և 8 միավորը։ Ստացել ենք 2 տասնյակ, 7 միավոր։ Եթե հիշում եք, նախորդ դասի ընթացքում մենք նմանատիպ առաջադրանք կատարել էինք առաջադրանք 6-ը, տեսեք։ Տրված թվերը պետք է ներկայացնեինք այնպիսի գումարի տեսքով, որ միավորները լինեին ոչ թե մինչև 9, այլ 10-ից բարձր։ Օրինակ, տեսեք, 74-ը ներկայացրել էինք 6 տասնյակ 14 միավորի տեսքով։ Ինչի համար էինք սա արել, երեխաներ։ Քանի որ 4 միավորը ավելի փոքր է, քան ենթադրենք 6 միավորը, և մենք 4-ից 6 չենք կարող հանել, դրա համար մենք 4 միավորի փոխարեն 7 տասնյակից 1 տասնյակ խնդրում ենք, դարձնում ենք միավոր, դառնում է 4 միավորի հետ 1 տասնյակն էլ 14 միավոր։ Հիմա կոնկրետ օրինակով նորից կասեմ։ Առաջադրանք 12-ը և մնացածը մենք տետրում նույն ձևով կկատարենք և ես ավելի մանրամասը կբացատրեմ։ Առաջադրանք 12-ը, տեսեք, յուրաքանչյուր պատկերին համապատասխան կազմելու ենք հավասարություն։ 4 տասնյակ 4 միավորից պետք է հանենք, նայեք ինչքան է, 1 տասնյակ 7 միավոր։ Դրա համար 3 տասնյակ 14 միավոր ենք դարձնում, 3 տասնյակ 14 միավոր։ Հետագայում 3 տասնյակից հանում ենք 1 տասնյակը և 14 միավորից էլ հանում ենք 7 միավորը, ստանում ենք 2 տասնյակ 7 միավոր։ 5 տասնյակ 3 միավորից պիտի հանենք 2 տասնյակ 5 միավորը, դրա համար դարձնում ենք 4 տասնյակ 13 միավոր և 13 միավորից հանելով 5 միավորը ստանում ենք 8 միավոր, իսկ տասնավորներից էլ 4 տասնյակից հանում ենք 2 տասնյակը, լինում է 2 տասնյակ 8 միավոր, տեսեք։ Ունենք 5 տասնյակ, պետք է հանենք 3 տասնյակ 5 միավոր, դրա համար 5 տասնյակը դարձնում ենք 4 տասնյակ և 10 միավոր, որից էլ հանում ենք 3 տասնյակ 5 միավորը, մնում է 1 տասնյակ 5 միավոր։ Հաջորդ առաջադրանքը նույնպես նույն ձևով կատարում են երեխաները, արդեն լուծումը գրված է։ Հիմա 13-րդ առաջադրանքը պետք է կատարենք հակառակ գործողությունը։ Այսինքն, տրված է արտահայտությունը, մենք պետք է նկարենք և բացատրենք։ Ես արդեն պատրաստի նկարած ունեմ, ցույց կտամ, հաջորդ համարները երեխաները կկատարեն ինքնուրույն։ Տեսեք, 33-ից հանած 24։ 33-ը ներկայացրել ենք 2 տասնյակ 13 միավորի տեսքով և հանել ենք 2 տասնյակ 4 միավորը։ 2 տասնյակը հանելուց հետո 13 միավորից հանում ենք 4 միավորը, մնում է 9 միավոր։ Հաջորդը 42-ից հանած 15, պատկերել ենք 4 տասնյակ 2 միավորը, ներկայացրել ենք 3 տասնյակ 12 միավորի տեսքով։ 12-ից մենք պիտի 5 միավորը հանենք, դրա համար ենք 1 տասնյակը դարձնում միավոր։ Երբ 3 տասնյակից հանում ենք 1 տասնյակը, մնում է 2 տասնյակ, 12 միավորից էլ հանում ենք 5 միավորը, մնում է 7 միավոր։ Եթե երեխաները իրենք ինքնուրույն գծեն և հանման փոխարեն գծիկներ անեն, ջնջեն, իրենք պարզորոշ կտեսնեն արդյունքը։ Առաջադրանք 15, հետևելով դասագրքում Անի բերած օրինակին հաշվիր տարբերությունները։ Այստեղ արդեն երեխաները պետք է հանելին ներկայացնեն կարգային գումարելիների գումարի տեսքով։ Տեսեք, 32-ից հանած 24։
24-ը ներկայացնում ենք 20-ի և 4-ի գումարի տեսքով։ Սկզբում 32-ից հանում ենք 20-ը, ստանում ենք 12, հետո 12-ից էլ հանում ենք 4 միավորը, ստանում 8։ 61-ից 47 հանելու համար 47-ը ներկայացնում ենք կաշկային գումարների տեսքով։ 47-ը կազմված է 40-ից և 7-ից։ Երբ 61-ից հանում ենք 40, ստանում ենք 21։ Հետո 21-ից էլ պիտի հանենք միավորը 7-ը և կստանանք 14։ 56-ից 25 հանելու համար 25-ը ներկայացնում ենք 20-ի և 5-ի գումարի տեսքով։ Սկզբում 56-ից հանում ենք 20-ը, ստանում ենք 36, հետո էլ 36-ից հանում ենք 5-ը և ստանում 31։ 100-ից 24 հանելու համար 24-ը ներկայացնում ենք 20-ի և 4-ի գումարի տեսքով։ 100-ից սկզբում հանում ենք 20-ը, ստանում ենք 80, հետո էլ 80-ից հանում ենք 4-ը, ստանում 76։ Նման հանման օրինակներ մենք արդեն սովորել ենք և մեզ համար դժվարություն չի ներկայացնի։ Եվ եթե երեխաներ դուք կդժվարանաք, հետագայում սյունակաձև գրառման ժամանակ ամեն ինչ շատ ավելի արագ ու հեշտ կստացվի։ Առաջադրանք 16-ը պետք է գտնենք անհայտ գումարելին։ Անհայտ գումարելին գտնելու կանոնն ենք վերհիշում։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին և տակը կատարում ենք ստուգումը։ Բոլոր օրինակները արդեն գրված են, երեխաներ դուք նույնպես կատարեք, հետո նայում եք իմ նկարածին և կատարում ուղումներ։ Առաջադրանք 17-ը։ Նորից պիտի գտնենք անհայտ բաղադրիչը։ Առաջին օրինակում պիտի գտնենք անհայտ հանելին, երկրորդ շարքի օրինակում պիտի գտնենք անհայտ նվազելին։ Երրորդ շարքում նույնպես պիտի գտնենք անհայտ նվազելին։ Անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը։ Անհայտ նվազելին գտնելու համար տարբերությանը գումարում ենք հանելին։ Այս առաջադրանքը նույնպես բավականին երկար է, երեխաները կարող են աստիճանաբար կատարել։ Անցնենք խնդիրներին։ Նկարում պատկերված է արջը, որը կշռում է տակառով մեղր։ Նայում ենք կշեռքին, վրան գրված է 42 կիլոգրամ։ Խնդիրը մեզ ասում է, մեղրը տակառի հետ 42 կիլոգրամ է։ Դատարկ տակառը 7 կիլոգրամ է։ Դատարկ ինչ է նշանակում երեխաներ, երբ մեջը ոչինչ չկա։ Դատարկ տակառը եթե տնենք կշեռքին 7 կիլոգրամ է, իսկ երբ տակառը ամբողջությամբ լցնենք մեղրով, կդառնա 42 կիլոգրամ։ Մենք պետք է իմանանք որքան է կշռում մեղրը։ Դատարկ տակառը 7 կիլոգրամ, մեղրն ու տակառը միասին 42 կիլոգրամ, մեղրը հարցական կիլոգրամ։ Պետք է գտնենք անհայտ գումարելին։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 42-ից հանած 7 հավասար է 35 կիլոգրամ։ Միայն մեղրը 35 կիլոգրամ է։ Կարող ենք ստուգել մեղրի քաշին 35-ին գումարելով դատարկ տակառի քաշը 7 կիլոգրամը կստանանք 42 կիլոգրամ։ Հաջորդ խնդիրն ենք կարդում։ Արջերի որոշ տեսակներ կարող են ապրել մինչև 32 տարի, իսկ առյուծները արջերից 15 տարի քիչ են ապրում։ Ուրեմն արջերն ավելի երկար են ապրում, 32 տարի, առյուծները 15 տարով ավելի քիչ։ Քանի տարի կարող են ապրել առյուծները։ Համառոտագրելու համար մեզ պետք է արջ և առյուծ բառերը։ Արջը 32 տարի, առյուծը չգիտենք որքան, հարցական տարի, բայց գիտենք, որ 15 տարով քիչ է արջից։ Քիչի դեպքում, պակասի դեպքում կատարում ենք ոչ գործողությունը երեխաներ, հանման գործողությունը։ 32-ից հանած 15, 32-ից հանած 15 հավասար է 17 տարի։ Եվ ամենավերջինը, աստղանիշերը պետք է փոխարինենք այնպիսի թվանշանով, որ ստանանք հավասարություն։ Տասնավորը հայտնի է 3 տասնյակ, մի քանի միավոր, գումարած 8 հավասար է 3 տասնյակ 9 միավոր։ 8-ին պիտի գումարենք 1, 31-ին գումարած 8 հավասար է 39։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ համարները։ Տասնյակները կամ միավորները գուշակելով
լրացնում ենք և ստանում հավասարություններ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասում։